ասում եմ, եթե մենք նորմալ ղեկավարություն ունենայինք, նա նախ նոյեմբերի 9-ի պայմանագրից դուրս չէր գա։ Ռուսներն են խախտել, ադրբեջանցիներն են խախտել, մենք էլ ենք խախտել։ Երեք կողմն էլ խախտել են։ Մենք չպետք է դուրս գայինք այդ պայմանագրից, չպետք է գնայինք Պրագա ինչ որ թուղթ ստորագրեինք Մակրոնի հետ, իմիջիայլոց Մակրոնին ինչ որ մեկը հարց տվել, այս դուք որ կողքը նստած եք, որ հանձնվում էր Արցախը, դուք ինչ որ երաշխավորեցիք Հայաստանի, երաշխիք տվեցիք Հայաստանի անկաբանի տարածքի կամ անվտանգության, ոչ լռում են, ոնց որ գնացել են մեքենա ծախելու, 120,000 մարդ դարել է փախստական, ոչ ոք չի ասում, ոչ այդ ֆրանսիացին է ասում, ոչ այս մարդը, ինչ ստացաք դուք, եթե մենք ունենայինք նորմալ ղեկավար, այսպես իրար հետևից զիջելով մենք չէինք գնա, այսպես չի արվում, դու տեսնում եք ռուսները ուկրաինացիներին ինչ են անում, անընդհատ զիջում են միմյանց, ոչ, նրանք ասում են սա մեր գիծն է, սա էլ մեր գիծն է, ու իմիջիայլոց շատ հերո են երկուսն էլ իրարից, այսինքն հանձնելով Արցախը դա էլ էր հանցագործություն, բայց գոնե ստանայեք երաշխիքներ, բնակչության անվտանգության եւ ասեիք, որ այլևս որևէ տարածքային պահանջներ չի լինի։ Իրանցը որ զիջեցիք, դա ինչի բերեց։ Որ մենք ասում ենք միակողմանի զիջումներով դուք տակից դուրս չեք գա, նա մեկա ուրիշ բան է պահանջելու, բայց մենք քանի անգամ ենք դա ասել, տարիներով, ես առնվազն 3 տարի նույն բանը ասում եմ։ Սենց չեն անում։ Մի անգամից ամեն ինչ որոշվում է եւ հետո դուք պետքա փոխեք ուժերի բալանսը, որ նա չխախտի։